Դիաննա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում Լիլիթը զղջալու, ապաշխարելու կամ պարզապես մի կողմ քաշվելու փոխարեն ընտրում է ամենավտանգավոր ճանապարհը՝ շարունակել կործանումը։ Նրա մեջ ոչ թե մեղքի զգացում կա, այլ մոլուցք, եւ այս մոլուցքն էլ դառնում է հերթական հարձակման հիմք։ Նա ուղղակի ներխուժում է հիվանդանոց, նախապես բժիշկներից մեկի աշխատասենյակից գողանալով սպիտակ խալաթը, որպես քողարկման միջոց։ Աննկատ կերպով մոտենում է Աննայի հիվանդասենյակին ու ներս մտնելով միանգամից ճանկում է նրա կոկորդը։ Նրա դեմքին գժության նշաններ կան, աչքերում վառվող չարություն։ Աննան դեռևս վերականգնման փուլում վախեցած ու ուժասպառ սկսում է օգնություն խնդրել, եւ հենց այդ ճակատագրական պահին ներս է մտնում Սոսը։ Նրա ներկայությունը փրկության նման է, լցված լարվածությամբ ու ցասմամբ նա հասնում է կանգնեցնելու այդ մղձավանջը։ Մյուս կողմում Հենրին վերադառնում է հայրական տուն։ Նա փոխանցում է մի լուր, որը հպարտություն ու երջանկություն պետք է բերի։ Անգելինան սպասում է երեխայի։ Հենդոն ու Միքայելը մի պահ մոռանում են անցյալի լարվածությունը ու նրանց դեմքերին ուրախություն է պատվում։ Միքայելը, ինչպես միշտ, առաջինն է արձագանքում, ոգևորությամբ լցված։ Նա միանգամից ոտքի է կանգնում, մոտենում որդուն ու փորձում ուժ տալ նրան, փորձելով հուսադրել, որ երբեք չհիասթափվի, գլուխ չկախի։ Բայց Հենրին այս անգամ թուլացած է։ Նա կանգնած է կոտրված։ Նրա արձագանքը շանթահարող է, ասում է հստակ ու անզիջում, եթե երբևէ գլուխ է կախել, դա հոր պատճառով է եղել, եւ եթե հիասթափվել է որևէ մեկից, ապա միայն իր հորից։ Սառը լռությունը պատում է սենյակը։ Միքայելի աչքերում մի պահ երևում է շփոթություն, ասես առաջին անգամ ինքը տեսավ իր իսկ արածների չափը։ Բայց զղջալու փոխարեն նա կրկին շեղվում է ճիշտ ճանապարհից։ Հավատարիմ իր բնույթին, նա փորձում է իրավիճակն ուղղել ոչ թե ներողամտությամբ կամ ճշմարտությամբ, այլ ահաբեկմամբ։ Նրա մտածողության մեջ դեռ գործում է հին ձևաչափը՝ վախը բոլոր հարցերի լուծումն է։ Նա շտապ ուղևորվում է ավագի տուն, ուղիղ Անգելինայի մոտ։ Աչքերում սառնություն, դեմքին սպառնալիք, հարձակվում է նրա վրա։ Նրա խոսքերն անսահման դաժան են, ասում է, որ Անգելինան այնպես չանի, որ այս երեխային էլ գողանան, ինչպես իրեն, ու նրա հետքը ընդմիշտ անհետանա։ Սա մի պահ է, որը ցնցում է բոլորին։ Միքայելը կորցնում է վերջին կաթիլ հարգանքը, ոչ միայն որպես հայր, այլ որպես մարդ, իսկ պատմության առանցքը օրեցօր ավելի է մթնում։ Հարգելի հետևորդներ, արդյոք Անգելինան Միկոյի խոսքերից հետո կհաշտվի Հենրիի հետ։ Գրեք մեկնաբանություն։ Ուսով լավ կհանգստանաս, էլ ոչ մի ձև կեզ նեղություն չեմ կա, տեղը տասա։ Առավոտյան ատնացել եմ 8-ին, գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարանանման, առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք է, ասաց սպաս ասարք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ պատրաստել։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառում։ Հարսանիքի սեղանից համը։ Շնորհակալություն Ռոբերտ։ Ինչ չէ թարխուն տարեկան։ Դու խաշտի։ Շիկինոլա համար քշուփ։ Գեղեցիկ անակնկալ, այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։
Արա անելիքդ արա, դու ինձ կներես օրես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բերելով պիտի անեմ։ Ով։ Հն ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Էս ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը մեկ էլ ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ, Էլենը մեջ ճանաչում է, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրոնզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդը մեզ իրենց տոն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Երևում է, թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում եմ, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու այդ անում։ Շատ են հարցերը իմ ու Լյովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը սենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի մտերիմ եի, ավելի